Հաջողության առջև կանգնած։ Այսինքն մարդիկ, որ հաջողության առջև կանգնում են, երբեմն հաջողությունը պահում են, երբեմն հաջողությունը մերժում են։ Մեր կյանքում էլ է լինում այդպիսի դեպքեր։ Հաջողությունը մեր առաջ է լինում, երանի նրան, որ կարողանա Աստծով առաջնորդվի, ճանաչի հաջողությունը, տեսնի բարիքը եւ բռնի։ Ինչու պիտի մերժի մարդը հաջողությունը, երբ որ չի նկատում իր դեմ դրված է օրհնություն, հաջողություն։ Կարծում է այն, որ պիտի մերժի հաջողությունը բռնելու համար, մերժելու առարկան կամ ինչ-որ մի բան ավելի թանկ է, քան իր առջև դրված հաջողությունը, եւ այդ ժամանակ կորցնում է հաջողությունը չմերժելով այն, որ պիտի իրականում մերժելի էր ու մերժեր։ Մի օրինակ, երկու օրինակ ընդհանուր պետք է կարդամ Սուրբ գրքից։ Առաջինը Մատթեոսի ավետարանի 19-րդ գլխի 21-ից 22 համարները։ Այստեղ բանավոր պատմեմ դրա վերին մասը, վերին հատվածը մինչև 21 համարի։ Մի երիտասարդ մոտեցավ Հիսուսին եւ ասում էր. «Ինչ գործ անեմ, ինչ գործեմ, որ հավիտենական կյանք ժառանգեմ»։ Տերը նրան ասեց. «Պատվիրանները գիտես»։ Եվ պատվիրանները փաստորեն գիտեր եւ ասում էր. «Մանկուց այդ ամենը պահում եմ։ Ինչն է ինձ պակասում»։ Տերը ցույց տվեց նրա պակասությունը։ Հիսուսը խոսեց այսպես, 21-22 համարն եմ կարդում։ Հիսուսը նրան ասեց. «Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա ունեցածդ ծախիր եւ տուր աղքատներին, եւ գանձ կունենաս երկնքում, եւ եկ հետևիր ինձ»։ Երբ որ պատանին այս խոսքը լսեց, տրտմած գնաց, որովհետև շատ ստացվածք ուներ։ Նա տրտմեց, իհարկե ինչ-որ չափ հասկանում էր հավիտենական կյանքի մասին է խոսքը, ասում էր. «Ինչ գործեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ», բայց հետարքիր է, որ ասում էր հավիտենական կյանքի հետ կապված հարց, բայց այդքան էլ չէր արժեքավորում։ Ինչի մասին է խոսքը։ Հավիտենական կյանքի հարցն է դրված իր առաջին, հաջողություն իր առաջին դրված։ Սակայն ինքը ուներ շատ ստացվածք, Տերը հայտնեց, ցույց տվեց նրան այն կապանքը, որ իրեն կպահի խանգարի հավիտենական կյանքը ունենալու։ Հաջորդ շարունակությունում, երբ որ աշակերտների հետ խոսում էր, ասում է դժվար է հարուստներին երկինք մտնել, մյուս ավետարանում ասում է հարստության հուսացողին։ Նա, որ հարստության հետ կապված է, նրանց համար դժվար է երկինք մտնել։ Ամփոփ մտքից անդրադառնամ, իր առաջին դրված էր հաջողություն, սակայն նա կորցրեց, խորապես չգիտակցելով իր առաջին եղածը, բայց աչքերի առաջ երկրավոր մի ունեցվածք, որի պատճառով կորցրեց։ Մի անձնավորություն ինձ հարց տվեց, ասեց, երևի ինչ-որ հավատացյալներից էր լսել, հարուստ մարդիկ երկինք չեն կարող մտնել։ Ինչու են այդպես ասում։ Ինչի Աստված չի ուզում հարուստ մարդ երկինք մտնի։ Ասում այդպես չի։ Երևի լսել եք, ասեցի ինչ-որ տեղից, որը ճիշտ չի։ Այդպես չի։ Աստծո միտքը սա է, ով հարստության հետ կապված է։ Ոտքերդ եթե մի բանով կապված է երկրի վրա, երկրավոր մի բանից շղթայված ես, ո՞նց երկինք կմտնես։ Հարստությունը քեզ չի խանգարի, եթե նա ունես, բայց չեղածի պես է քեզ։ Եթե քո առաջին դրվի կամ Աստված կամ շահը, դու պատրաստ ես Աստծուն ունենալու, թողնելու շահը։ Ինչ պիտի այդ դեպքում խանգարի քեզ հարստությունը։ Բայց եթե դու չես կարող թողնել, քո անձը կկորցնես, կծառայես հարստությանը։ Ասես հասկանալի է։ Եվ սա մեկ օրինակ, որ ես ձեր առաջ բերեցի, հիշեցրեցի ձեզ, գիտեմ, որ լավ քաջ ծանոթ է այս օրինակը, այս երիտասարդի պատմությունը։ Մեկ ուրիշ օրինակ կուզեմ ձեզ ներկայացնել, որի հետ կապված մի որոշակի կծանրանամ,
4-րդ թագավորած գրքից պիտի կարդամ, 4-րդ թագավորած գրքից 5-րդ գլխից կկարդամ, այսինքն սա կարելի ասել հենց 5-րդ գլուխ ընդհանուր ուզում եմ ներկայացնել, կարդալ, արագ կարդամ եւ կարևոր մտքերի վրա կկանգնեմ։ Այստեղ ես ուզում եմ ձեր հայացքը ուղղել Նեման անունով ասորական զորքի ղեկավարի զորավարին եւ մեկ ուրիշ մարդու Գեզի անունով մեկին, որ մի հաջողություն էր տրվել նրան Եղիսեի ծառան լինել, աշակերտը լինել, Եղիսե մարգարեի։ Ուրեմն կարդամ առաջին համարից։ Ասորիների թագավորի զորագլուխ Նեեմանը մի մեծ եւ հարգելի մարդ էր իր տիրոջ առաջին, որովհետև Տերը նրա միջոցով փրկություն էր տվել ասորիներին, եւ այս մարդը քաջ զորավար էր, բայց բորոտ էր, հիվանդ էր բորոտությամբ։ Ասորիները մեկ անգամ գունդերով էին եկել եւ Իսրայելի երկրից մի փոքր աղջիկ գերի տարել, որ Նեեմանի կնոջ առաջին էր լինում, ծառայություն էր անում։ Գերիներից էր եւ Նեեմանի տանը ծառայում էր նրա կնոջ առաջին, այս փոքրիկ աղջիկը։ Եվ այս աղջիկը իր տիկնոջն այսպիսի բան է ասում. երանի թե իմ Տերը, նկատի ունի Նեեմանը, երանի թե իմ Տերը Սամարիայում եղող մարգարեի առաջին լիներ, այն ժամանակ նա նրան կբժշկեր իր բորոտությունիցը։ Եվ Նեեմանը գնաց եւ պատմեց իր տիրոջն ասելով, այստեղ այս Տեր բառը ոնց որ ասենք թագավորին կամ մարդուն ուղված բառն է, հայերենում մի բառ ունենք, էլի։ Ոնց ասենք խազյային, ռուսերեն ունենք, հայերենում չունենք այդ բառը։ Գնաց ասում է իր թագավորին, ասես Նեեմանը, իր տիրոջը նկատի ունի թագավորին։ Այսպես է խոսել այն Իսրայելի երկրից եկող աղջիկը։ Հետարքիր այս աղջկա խոսքը ինչքան բան էր, հավատ ներշնչող խոսքեր, երևում է, որ իր պահվածքով վստահություն էր ներշնչել Նեեմանի եւ նրա կնոջ առաջին, այնպես որ համոզված են, որ ինքը այս աղջիկը խելացի աղջիկ է եւ իրոք աստվածավախ մարդ է, աղջիկ է, թեկուզ փոքր է տարիքով, բայց վստահելի անձնավորություն։ Նրա խոսքով ինչ լուրջ քայլ են կատարում։ Ասորիների թագավորն ասեց զորավարին. ճանապարհվիր, գնա եւ ես նամակ կուղարկեմ Իսրայելի թագավորին, ու նա գնաց եւ իր հետ վերառավ 10 տաղանդ արծաթ եւ 6000 ոսկի եւ 10 փոխանորդ հանդերձ։ Նվերներով գնաց դեպի Սամարիա։ Նամակը բերավ եւ տվավ Իսրայելի թագավորին ասելով. այս նամակը հենց որ քեզ հասավ, ահա ուղարկում եմ քեզ մոտ իմ Նեեման ծառային, որ դու բժշկես նրան իր բորոտությունից։ Եվ երբ որ Իսրայելի թագավորը կարդաց նամակը, պատառեց իր հանդերձները եւ ասեց. միթե ես Աստված եմ, որ մերցնեմ կամ ապրեցնեմ, որ սա ինձ մոտ է ուղարկում մարդու իր բորոտությունից բժշկելու։ Սակայն դուք իմացեք եւ տեսեք, որ նա պատճառ է որոնում ինձանից։ Այսինքն ոնց որ մի թշնամություն ստեղծելու, պատերազմելու պատճառ է ինձ որոնում։ Բորոտությունը անբուժելի էր։ Միթե ես կարող եմ բուժել կամ ես Աստված եմ, որ պիսի բան կարանամ անում։ Խառնվեց իրար, շփոթվեց թագավորը, մտածելով չար նպատակ կա այստեղ։ Երբ որ Աստծո մարդը Եղիսեն լսեց, որ Իսրայելի թագավորը պատառել է իր հանդերձը, այն ժամանակ մարդ ուղարկեց թագավորին ասելով. ինչու համար պատառեցիր հանդերձդ։ Թող նա ինձ մոտ գա եւ իմանա, որ մարգարե կա Իսրայելի մեջ։ Եվ Նեեմանը գնաց իր ձիերովը ու կառքերովը եւ կանգնեց Եղիսեի տան դռան մոտ։ Եղիսեն
պատգամավոր ուղարկեց նրա մոտ ասելով. գնա եւ 7 անգամ լվացվիր Հորդանանումը եւ մարմինդ քեզ մոտ կդառնա ու կմաքրվես։ Իսկ պատկերացնում եք այս պահը, այս զորավարը եկել էր Եղիսեի տան դրան առաջ, Եղիսեն պատգամավոր ուղարկեց, իր խոսքերը պատգամավորի ուղարկածի միջոցով փոխանցեց։ Նեեմանը բարկացավ եւ գնաց ասելով. ահա ես կարծում էի, թե անպատճառ ինձ մոտ դուրս կգա եւ կկանգնե ու իր Տեր Աստծո անունը կկանչե եւ ձեռքը կդնե այն տեղի վրա եւ այն ժամանակ բորոտությունը կբժշկե։ Միթե Դամասկոսի Աբանա եւ փարփար գետերը Իսրայելի բոլոր ջրերիցը լավը չեն։ Միթե նրանցում չէի լվացվի եւ մաքրվի, եւ նա ետ դարավ գնաց բարկությամբ։ Իրականում այս մարդու առաջ հաջողություն դրվեց։ Կանգնած էր հաջողության առաջին, բայց երբ որ լսեց մարգարեի խոսքը, որ գնա Հորդանան գետը 7 անգամ լվացվիր, շատ բարկացավ։ Դե թագավորի կարգի մարդ էր այս մարդը։ Եթե նա զորավարի դիրք ուներ Ասորստանում, Ասորստանը մի մեծ ազդեցիկ պետություն էր այդ տարածաշրջանում եւ կարելի ասել այս զորավարը թագավորի դիրք ուներ տարածաշրջանի ցանկացած երկրի մեջ։ Շատ մեծ այսպես ակնածանք ունեին այդ պետության հանդեպ Ասորստանի։ Նա էլ կարծես իր հոգում, իր սրտում պատիվ պահանջեց, պատվական վերաբերվեն իր հետ։ Ինքը Ասորի զորավարը, զորքերի ղեկավարը Նեեմանը գա հասնի այստեղ մարգարեի տան դրան առաջ, ինքը դուրս էլ չգա իր առաջ։ Գիտեք, ասում է, մտածում էի ձեռքը կդնե ին վրա եւ կբժշկե, շատ անգամ մարդիկ, որ գալիս են Աստծո առաջին, իրենց պատկերացումներն են ունենում, սպասումները, կամ մարդիկ, որ նոր նվիրվում են Աստծուն, ուզում են ապաշխարել, մտնել ժողովարան, ասում այ որ մտնեմ ժողովարան, բոլորը ինձ կշրջապատեն, ինձ ասես գովասանքի բառեր կասեն, որ ես քայլ եմ արել Աստծուն ընդունելու, գալիս է մտնում ժողովարան, բայց ոչ ոք գովասանքի բառեր չի ասում, իր սպասած այդ բաները չի տեսնում, հետարքիր է։ Ինչ է կատարվում այդ վիճակում, չեմ ասի սենց Նեեմանի նման, բայց իր մեջ կարծես սառը վերաբերմունք զգա, բայց ինչ էր ուզում Աստված մարգարեի այս վերաբերմունքով ասել Նեեմանին. պիտի խոնարհվես։ Ճիշտ է, զորավար ես, մեծ պետության զորքերի ղեկավար, պիտի խոնարհվես։ Խանգարող բան ունես, որ հաջողությունդ կկորցնես։ Ինչպես տեսնում եք, այն պատանին հաջողությունը կորցրեց, նրան խանգարողը ունեցվածքն էր։ Սրան խանգարողը իր դիրքը, իր փառքը, իր պաշտոնը, հպարտությունը։ Աստված թույլ տվեց նման վերաբերմունք մարգարեի միջոցով, որպեսզի խոնարհվի, խոնարհություն անի Աստծո առաջին։ Այս խոնարհությունը Աստծո առաջին արտահայտվում էր այսպես. Տիրոջ ծառայի առաջին խոնարհություն անի։ Շատերն եք դարձնում։ Բարկացավ։ Երևի ավելի զուրալ էր իրենց երկրում լինող Աբանան կամ փարփար գետերը Հորդանանից ավելի զուրալ գետեր էին գուցե։ Բարկացած գնաց, բայց ինչ լավ է, որ մարդուն կողքին կան մարդիկ, որոնք խոնարհ են, որոնք ճիշտ ուղղություն են տալիս մարդուն։ Նա ծառաները, որ շրջապատում էին, օգնեցին Նեեմանին, օգնեցին։ 13 համարն եմ հասել, բայց նրա ծառաները մոտեցան եւ խոսեցին նրա հետ եւ ասեցին. ով հայր, եթե մարգարեն քեզ մի մեծ բան ասած լիներ, չէիր անի, ուր մնաց, որ քեզ ասեց լվացվիր եւ կմաքրվես։ Լսեց ծառաների խոսքին, նա վայր իջավ եւ 7 անգամ թաղվեցավ Հորդանանի մեջ Աստծո մարդի խոսքի համեմատ, եւ նրա մարմինը ետ դառավ իրեն մի փոքր տղայի մարմնի պես, եւ նա մաքրվեցավ։
նա ետ դարավ իր բոլոր բանակովը Աստծո մարդու մոտ եւ եկավ կանգնեց նրա առաջին եւ ասեց ուշադրություն դարձրեք կարծես հպարտությունը թողեց այդ արգելքը լրիվ մի կողմ դրեց նախ առաջին օգնեցին ծառաները արդեն ինչ որտեղ այս օգնությամբ հպարտությունը թողեց բայց բժշկվելուց հետո վերադարձավ Աստծո ծառայի առաջին եւ ինչ է ասում ահա իմացա որ բոլոր երկրից վրա Աստված չկա բայց միայն Իսրայելում է եւ հիմա խնդրեմ ծառայիցդ մի ընծա ընդունիր նվեր ընդունիր Աստծո մարդին է ասում Եղիսեին այսինքն ինչ է ուզում ասել ձեր պաշտած Աստվածն է ճիշտ նա է Աստված երկրի վրա ուրիշ Աստված չկա խոնարհվեց ընդունեց Աստծուն եւ խնդրում էր որ նվերներ ընդունի Աստծո ծառան իրենից բայց նա ասեց կենդանի է Տերը որի առաջին ես կանգնած եմ եթե ընդունեմ սակայն Նեեմանը ստիպում էր նրան բայց մարգարեն մերժեց հաստատուն իր դիրքով մնաց մերժեց նվերներ ընդունելը Նեեման ասեց հիմա որ ոչ այսինքն չես ընդունում նվերները թող ծառայիդ երկու ջորիի բեռ հող տրվի ձեր երկրի հողից սիմվոլիկ կարծես այս մի բան է սա հող տրվի որ ծառատ այլևս բացի Տեր Աստծուց ուրիշ աստվածների ողջակեզ չմատուցի որոշեց երկրպագի Աստծուն հետևի Տեր Աստծուն այն Աստծուն որի ծառան էր Եղիսեն ուշադրություն դարձրեք ինչ է խոստովանում Եղիսեին այս բանը միայն թող ներե Տերը քո ծառային այսինքն բոլոր իմ երբ որ իմ Տերը այսինքն թագավորը Ռեմոնի տանը մտնե այնտեղ երկրպագություն անելու համար եւ նա կռնե իմ ձեռքին եւ ես կռնամ Ռեմոնի տանը այն ժամանակ այս բանի համար այսինքն Ռեմոնի տանը իմ կռնելու համար թող Տերին ներե քո ծառային եւ նա ասեց գնա խաղաղությամբ եւ նա գնաց նրա մոտից բավական տեղ ուշադրություն եք դարձնում այս մարդը հաջողությունը չկորցրեց թեև գրեթե կորցնելու շեմիներ արդեն օգնեցին ընկերները բարի խրատ տվեցին խոնարհվեց այդ խրատը լսելով եւ չկորցրեց այդ բարիքը ուշադրություն դարձեք մեկ այլ կողմից նայենք Նեեմանի վերաբերմունքը այս մարդը դեռ չխոնարհված պահին բարկացավ առաջին խոսքը երբ որ լսեց գնա падգամավորի խոսքը լսելով երբ որ բարկացավ ուշադրություն դարձրեք բարկացած ժամանակ օտար անարգալից խոսք չխոսեց ծառայի հանդեպ ուշադրություն եք դարձնում ակնածանք իր մեջ պահում էր իրան վատ արտահայտություն չարեց եւ երբ որ ողորմություն գտավ Աստծուց բժշկվեց միտքը բացեց Աստված եկավ եւ խոնարհվեց մարգարեի առաջին ուշադրություն դարձրեք Աստծուն ընդունեց, այսինքն մարգարեին ընդունեց, ցույց տվեց իր վերաբերմունքով, որ ես Աստծուն եմ ընդունում։ Դա պարզապես ուղղակի սա է։ Աստծուն ընդունողը Աստծո ծառայի է ընդունում։ Եվ այս մարդը այդ վերաբերմունքը ցույց տվեց։ Այդ վերաբերմունքը ցույց տվեց նաև խոստովանություն էր անում Աստծո ծառայի առաջին, ուշադրություն եք դարձնում։ Սա գիտեք ինչ է։ Զորավար մարդ, կարելի ասել Իսրայելի պետության մեջ թագավորի նման մի հյուր էր եկել։ Կարծես մի թագավոր եկել էր Իսրայելի մեջ եւ նա կարող էր բոլորի հետ խոսել ազատ, բայց Եղիսեի հետ ակնածանքով խոսեց, որպես ճանաչելով Աստծո ծառա որպես մեծ մարդ։ Եվ սա հենց Աստծուն ընդունելու վերաբերմունք էր։ Ոչ միայն առողջություն ընդունեց նա, այլ ապաշխարեց։ Իր մեղքը խոստովանեց Աստծո ծառայի առաջին, որ վերջը շատ բաներ, կարծես սա էր երևում իր խոսքից, թագավորը նրա ձեռքով էր իր ուրախությունը, իր սուքերը կազմակերպում, կռնում էր նրա վրա, հենվում նրա վրա։ Կարծես ես դառնամ
երբ որ իրենց չաստված բանին այդ թագավորը երկրպագի, իր սիրտ Աստծո հետ է, բայց վարողություններ կազմակերպեր, հենվեր, ասես ես խոնարհվեմ, բայց սիրտս Աստծո հետ է, ես չեմ խոնարհվում այդ կուրքին, դա Աստված չի, արդեն խոստովանեց։ Ուշադրություն դարձրեք, որ նայում եմ իմ կյանքում էլ, որ նայում եմ մարդիկ, որոնք սովորական բանականությամբ, ինչպես այս Նեեմանը, դեռ թեկուզ չապաշխարած, ինչ որ մի հարցով դժվարանում են հասկանալ Աստծո ծառային, բայց երբևիցե թույլ չեն տալիս իրենց օտար արտահայտություններով խոսել, անպատիվ խոսքերով խոսել։ Սա տարօրինակ վերաբերմունք է։ Սա օտար ուժ է։ Սա ինչ որ գերության արդյունք է։ Կապված լինելու արդյունք է։ Այս մարդը թեկուզ դեռ չապաշխարած պահին, որ բարկացած գնաց, իր արտահայտությունների մեջ տեսնում ես ակնածանք, զգուշություն։ Ուղղակի սա էր ասում, ինչ է, մեր մոտ մաքուր գետերն ավելի կան, չէի կարող գնալ այնտեղ լվացվել։ Բայց դրանով իհարկե հաջողություններ կորցնում, երբ որ խոնարհվեց, իրենից մեծ ճանաչեց Եղիսեին։ Թագավորից մեծ ճանաչեց Եղիսեին։ Ուշադրություն դարձրեք։ Իսրայելի թագավորի առաջ ինքը չէր խոնարհվի այդպիսի բան աներ, բայց Եղիսեի առաջ խոնարհվեց։ Սա այն խոսքն է, կարծես, որ ժողովող գրքում խոսում է Սողոմոնի մաստունը, ժողովող գրքի 10-րդ գլխի 7-րդ համարում այսպիսի մի արտահայտություն կա. տեսա ծառաներ ձիերի վրա և իշխաններ ծառաների պես ման գալիս երկրի վրա։ Այսինքն մարդիկ կան, որ փառավոր կարգերով են ման գալիս, բայց Աստծո առաջին ծառաներ են, փոքր են։ Մարդիկ կան, որ իրականում իշխաններ են, բայց ծառայի պես են երկրի վրա ման գալիս։ Չի երևում նրանց իշխան լինելը երկրի վրա, ծառայի պես են ապրում, հոգսերի մեջ, հոգսաշատ, կարծես շատերի բեռ իրենց վրա, ծառայում են, ինքնակամ, սակայն Աստծո առաջին իշխաններ են։ Հետարքիր է, կարծես այս մարդու միտքը բացվեր այս օրհնությունը, բժշկությունը ստանալուց հետո Եղիսեին այդ կարգի տեսնել, Աստծո իշխան։ Հիշեք, այդպիսի արտահայտություն արեցին նաև Աբրահամի հասցեին, իր տարածաշրջանում ապրող թեկուզ այլ ազգեր էին։ Դու Աստծո իշխան ես։ Մեզնից քո կնոջ թաղման համար գերեզմանատեղ ես ուզում։ Դու Աստծո իշխան ես։ Շարցեք դարձնում։ Իրականում այդպես է։ Ժողովուրդ, երբ որ մտնենք երկինք, այլ պատկեր ենք տեսնելու, այլ պատկեր։ Շատ բաներ մենք այստեղ հասարակ ենք տեսնում հատուկ մարդկանց։ Բայց երբ մեր միտքը Աստված բացի ինչպես Նեեմանին, կտեսնենք այնպես, ինչպես որ Աստված է տեսնում։ Այս մարդը օրհնություն ընդունեց եւ սա մի իմաստուն քայլ էր, որ կատարեց եւ բժշկություն օրհնություն ստացավ եւ ֆիզիկապես եւ հոգեվորապես։ Մենք ամեն մեկս, երբ որ Տիրոջ առաջին վարվում ենք, ապաշխարել ենք, եկել ենք, ամեն մեկս մեր կյանքում պիտի լինենք օրինակելի, այսպիսի օրինակելի մարդիկ։ Մեզանից մարդիկ խոնարհվել սովորեն, Աստծո մարդ ճանաչել, ընդունել սովորեն, ճիշտ վերաբերմունք, ակնածանքով վարվել սովորեն։ Դուք եք այդ ուսուցիչները, օրինակելի վարմունք ցույց տվողները։ Երկայնամտությամբ վարվեք, Աստծո առաջին վարվեք։ Բայց երբ որ մարդիկ ինչ-ինչ դժվարություններով դժվարության մեջ են ընկնում ու կարան թեկուզ Աստծո ծառան մի բան չհասկանա ինձ, սարդ մի խոսք ասի, թույլ տամ ինձ անպատվել, սա տարօրինակ վերաբերմունք է։ Նեեմանը այդքան հեռու Աստծո գիտությունից այդպես չվարվեց։ Աստված օրհնի ժողովուրդ ձեզ, մարդ ճանաչեք։ Մարդ ճանաչեք։ Այս օրինակները պատահական չեն։ Եվ մեզ ճանաչենք, մեր վերաբերմունքներում ճիշտ լինենք, եւ մեր շուրջը ճանաչենք։ Առակաց գրքում
8-րդ գլխում Աստծո իմաստությունն է փառավորում, ներկայացնում եւ նաեւ ով արժան կլինի այդ իմաստությանը։ Մի համար եմ ուղղակի կարդում եւ նորից կշարունակեմ 8-րդ գլխի 13 համարը, որ ասում իմաստության սկիզբն է Տիրոջ երկյուղը, ասում է Տիրոջ երկյուղը սա է, չարը ատելն է։ Հպարտությունը, ամբարտավանությունը, չար գնացքը ու նենգավոր բերանը ես ատում եմ։ Եթե մարդը չատի այս ամենը, չի կարող Աստծո իմաստությունը ձեռք բերել։ Եթե Նեեմանը հպարտությամբ շարունակեր իր ծառաներին էլ չլսեր, չէր արժանան այդ մեծ օրհնություններին, բժշկությանը, Աստծուն ճանաչեր, Աստծո առաջ խոնարհվեր, ընդուներ Աստծո ծառային։ Սակայն մեկ շարունակությունում Գեզին տեսեք, Եղիսեի կողքին էր, Եղիսեն էր կիշեք Եղիայի կողքին էր, ծառայություն էր անում, հավատարիմ հետևեց Եղիային եւ կրկնակի օրհնություն շնորհվեց նրան։ Այս օրհնությունը, այս հաջողությունը նաեւ Գեզի առաջ էր դրված, բայց Գեզին կորցրեց։ Երբ որ տեսավ իր տերը մերժեց Նեեմանի այս զորավարի նվերները, թաքուն գնաց եւ այս որոշ բան ուզեց։ Իբրև թե հյուրեր են եկել, մարգարեների որդիք են եկել, իմ տերն ուղարկեց, որ նրանց որոշ բան տաս։ Այս մարդը ավելին տվեց, քան ուզել էր այս Գեզին։ Երբ որ տվեց, այս վերցրեց, թաքցրեց ու գնաց Եղիսեի մոտ, եւ Եղիսեն հետարքի հարցնում է նրան, ես արագ անցա այս պահը 26 համարից եմ կարդում, 5-րդ գլխի 26 համարից շարունակությունն է։ Եղիսեն ասում է Գեզիին, ներեցին 25-ից կարդամ, որ պատասխանում է Եղիսեի հարցին, որտեղից ես գալիս, ասում է նա ասեց, որ ես այս կողմ այն կողմ չեմ եղել, այլ իսկ թաքցնում է իր անիրավությունը, Եղիսեն ասում է, չէ, որ իմ հոգին գնացել էր, երբ որ մարդը ետ դառավ իր կարգիցը քեզ դիմավորելու ժամանակն էր, ասում է, ժամանակն է արծաթ առնելու եւ հանդերձներ, ձիթենիներ, այգիներ, խոտեր, արջարներ եւ ծառաներ ու աղախիններ առնելու։ Ուստի Նեեմանի բորոտությունը քեզ եւ քո սերունդի փակչի Հավիդյան, եւ նա դուրս գնաց նրա առաջին ձյունի պես բորոտ։ Այսինքն մարդու փրկության հարցն էր, դրա ժամանակն էր, որ դու հարստության աչք գցեցիր, մեծ այգիներ, շատ անասուններ ունենալու, կյանքի հարց էր։ Չէ որ Նեեմանի համար պետք էր այդ վերաբերմունքը, նրանից ոչինչ չպետք է վերցվեր։ Եթե աշակերտ էիր, պիտի հետևեիր ինձ։ Իսկ ինչ արեցիր։ Վատ օրինակ եղավ դու, չար բան արեցիր։ Եվ այս պատիժը եղավ, այդ հիվանդությունը նրա վրա եկավ։ Բնականաբար կլսեին մարդիկ, որ Աստծո ծառայի խոսքը չպահեց Գեզին եւ այսպիսի պատիժ ունեցավ։ Գուցե այս Նեեմանին էլ հասներ այս լուրը, որ ասեր, չէ, փաստորեն Եղիսեն չէր ուզել։ Այդ մարդը եկել էր խապկանքով եւ դրա համար Աստված հանդիմանեց։ Այսինքն տեսեք, Աստծուն մոտեցողով Աստված փառավորվում է։ Եթե մեկ անկեղծ մոտենում է, այդ անկեղծ մարդուն Աստված բարձրացնում է, անկեղծ մարդկանցով փառավորվում է։ Խաբեբա սրտով է մոտենում մեկը, միևնույն է, էլի նրա պատժով Աստված փառավորվում է։ Մեղքը հանդիմանում է, պատժում է։ Հաջողություն կորցրեց Գեզին։ Ինքը կլիներ մեծ Աստծո մարդ, Աստծո ծառա, ինչպես Եղիսեն։ Լիներ հավատարիմ աշակերտ, հետևեր իր Տիրոջը։ Այսինքն այստեղ Տերը նկատի ունեմ իր ուսուցչին, Եղիսեին։ Տերը մեզ օրհնի ժողովուրդ։ Մեր առաջ է շատ անգամ դրվում ուղակի հաջողություններ, պիտի խելամիտ լինենք, երկայնամիտ չկորցնենք։ Սրանք գրվեցան մեծ դասի համար, որ մենք այս դասերը մեր սրտում պահենք եւ մերժող չլինենք Աստծո օրհնությունները,
այն հաջողությունները, երբ որ Աստված կդնի մեր առաջին աղոթք անենք։